Հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայաստանի գործող իշխանությունների համոզմամբ արդեն հաստատված երկկողմ խաղաղությունն ու միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու դրա նկատմամբ հավակնություններ չունենալու մասին պատկերացումները մեր եւ Ադրբեջանի ղեկավարության խոսույթներում էականորեն տարբեր են։ Ասվածի ապացույցն են գրեթե ամեն օր պաշտոնական Բաքվից հնչող ագրեսիվ հայտարարությունները, իսկ ի պատասխան Երևանի անվրդով կարելի է ասել անատամ արձագանքը։ Ալիևը ելույթ ունենալով իր երկրի գիտությունների ակադեմիայի նիստում փաստացի հանձնարարություն է տալիս շարունակել պատմակեղծարարությունը եւ հիմնավորել, որ այս տարածաշրջանում Հայաստան երբեք գոյություն չի ունեցել, մինչդեռ Փաշինյանը հակառակը։ Մեր հանրությանը հորդորում է չնայել դեպի անցյալ եւ պատմական հայրենիքի անկալումը փոխարինել իրական Հայաստանի անհասկանալի հայեցակարգով։ Այս թեմաների շուրջ ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ։ Բարև ձեզ, Տիկին Էլիբեգովա, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Էլիբեգովա, անդրադառնանք թերևս վերջին շրջանում ամենավիճահարույց եւ քննարկվող թեմաներից մեկին, այն հարցերին, որոնք առաջացան Ալիևի ելույթից հետո։ Մասնավորապես նա հայտարարեց, թե հայկական կողմը եւ Սփյուռքը տարիներ շարունակ իբր խեղաթյուրել են պատմությունը եւ որոնց պետք է հակադարձել գիտական ճշմարտություններով։ Եվ ամենակարևորը, այսպես ծանրակշիռ երանգ հաղորդելու համար իր խոսքին վկայակոչեց ցարական քարտեզները, որտեղ իբրև ըստ իրեն բոլոր հայկական տեղանունները իրականում ադրբեջանական ծագում ունեն եւ մասնավորապես Սևանա լիճ չկա, կա Գյոյչա լիճը։ Խնդրում եմ ասեք, ինչի մասին էր այս ելույթը եւ ինչ ուղերձ էր դրանով ուղարկվում Հայաստանին։ Նախ այդ կոնցեպտը, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի, երբ որ Ադրբեջանում շատ մեծ թափ առավ մի քանի տարի առաջ, այսպես ասած, կազմակերպությունը ադրբեջանցիների, Հայաստանի ադրբեջանցիների կազմակերպությունը իր շնորհանդեսներ անում եւ բացում էր իրենց գրասենյակը, այդտեղ ներկա գտնվեց Իլհամ Ալիևը եւ շատ այսպես ասած ծրագրային ելույթ ունեցավ երկար, ներկայացնելով Ադրբեջանի պետական, ֆիքսենք դա, քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ փաստացի եւ փուլ առ փուլ ներկայացրեց ինչ են իրենք պատրաստվում անել, ինչ արդյունք են ակնկալում այդտեղ ունենալ եւ ինչ ռեսուրսներ են ներդնելու այդ աշխատանքի մեջ։ Դա տեղի ունեցավ 3-4 տարի առաջ։ Այն ժամանակ, երբ որ փորձագետները բարձրաձայնեցին, որ տեսեք իրենք հերթական քարոզչական նարատիվն են պետական մակարդակով մշակում առաջ բերում եւ նաեւ բացատրում ենք ինչու է դա արվում, որովհետեւ իրենց պատկերացման մեջ իրենք փակել են արդեն Արցախյան հարցը եւ իրենց հասարակությանը կուռ միասնական պահելու համար, սոցիալական խնդիրներից շեղելու համար, տնտեսական խնդիրներից շեղելու համար նոր գաղափարախոսություն էր պետք հնարել։ Նոր տեսլական ինչ որ տալ ապագա տասնամյակների։ Եվ Ալիևը գտավ իրենց համար այդ շատ հաճելի նոր, այսպես ասած, պատմական հայրենիքի նոր գաղափարախոսություն, որը մեր հաշվին է լինի, մեր պատմության հաշվին, մեր տարածքի հաշվին, մեր ֆիզիկական գոյության հաշվին եւ այլն։ Եվ որ մենք բարձրաձայնում ենք այն ժամանակ, որ տեսեք, այնտեղ պետական մակարդակով քաղաքականություն է վարվում, ինչ էին ասում մեր իշխանությունները։ Ասում են, դե դա լուրջ չի, դա ինչ որ ՀԿ-ներ են, ինչ որ մասնավոր մակարդակի, բայց մարդ, որը նման պնդում է անում, որ այդ Հայաստանի Հանրապետության հանդեպ իրենց տարածքային պահանջները դա ընդհանրապես ինչ որ մի քանի ՀԿ-ի հարց է եւ անլուրջ է, կամ այդ մարդը բացարձակ հիմար է, կամ ադրբեջանական քարոզչության ռետրансլյացիա անող, այսինքն սպասարկող, որովհետեւ հնարավոր չէ, մենք տեսել ենք տարիների ընթացքում, ասացի արդեն, սկսվեց դա Ալիևի ծրագրային ելույթով, շարունակվեց դա իրենց պարլամենտում, իրենց Մելի մեջլիսում հատուկ հանձնաժողով կազմելով, այսինքն ել ավելի պետական մակարդակ չեմ պատկերացնում, որը պիտի լինի, նախագահ եւ պարլամենտ։ Երրորդը, այստեղ միացավ արդեն ԱԳՆ-ն եւ ցանկացած արտասահմանյան լուրջ պատվիրակություն, որը ժամանում է Ադրբեջան, իրենց առաջարկում են նաեւ եւ շատերը համաձայնվում են եւ հանդիպում են, ներկայացուցիչների հետ, այդ այսպես կոչված իբր ՀԿ-ների իրականում պաշտոնական կառույցի իրենց
քարոզչական կոնցեպտի մեջ։ Իրենք են գնում տարբեր միջազգային կառույցներում տարբեր միջոցառումների որպես պաշտոնական միավոր մասնակցում։ Սա ինչի մասին է խոսում։ Սա պետական քաղաքականություն է։ Սա ինչ որ 1-2 ՀԿ-ի հարց չի, սա հարց չի, որը կարելի է անտեսել եւ ձևանել, բայց այդտեղ կա երկրորդ շերտ, որին կանքա ֆիքսեցինք, որ դա պետական քաղաքականություն է։ Երկրորդ շերտը դա ինչպես իրենք փորձեցին այդ հարցով նույն նժարի վրա դնել արցախցիների վերադարձի հարցը եւ այստեղ ադրբեջանցիների բնակեցման այնինչ դա բացարձակ հավասարազոր թեմաներ չեն։ Հավասարության նշան կարելի է դրել հայերի Ադրբեջանի տարածքում Բաքու, Սումգայիթ, Գանձակ վերադառնալու հարցը դա կարելի է մի նշարի վրա դնել, որտեղ դա նույն պատճառահետևանքային կապ ունեցող իրադարձություններ են, հա, բայց ի տարբերություն օրինակ Բաքվում, Սումգայիթում հայերի ջարդերի, այստեղի շատ հանգիստ խախանդ նորմալ ցիվիլ կերպով իրանց տները վաճառելով, փոխանակելով եւ այլն, կոմպենսացիաներ ստանալով հանգիստ գնացել են։ Սա էլի շատ բարդ է հավասարության նշան դնելը, բայց եթե դնենք, ապա այդ երկու իրավիճակի հանդեպ պետք է դա կիրառենք։ Արցախցիների հարցը լրիվ այլ է, ինքը որևէ կերպ այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց Ադրբեջանի իշխանության նպատակն էր հենց այդ ուղղությամբ տանել հարցը, որ մի խոսեք ադրբեջանցիների, մի խոսեք արցախցիների Արցախ վերադառնալու մասին, թե չէ մենք կխոսանք ադրբեջանցիների Հայաստան գալու մասին եւ սկսեցին արդեն ցուցակներ կազմել, որոնք այս պայդրությամբ արդեն հասել են 300,000 հոգու, հա, որոնք պատրաստում են ցուցակագրված ուղարկել ապրելու, հա։ Սա երկրորդ շերտն էր։ Իդեպ ասեմ, որ դրանում շատ ակտիվ իրենց օգնում են Հայաստանի իշխանությունները, որոնք բառացիորեն նույն թեզերն են կրկնում, նույն ձևով վախեցնելով, հա, Հայաստանի բնակչությանը, որ մի խոսեք արցախցիների տուն վերադառնալու իրավունքի մասին, թե չէ, այստեղ վաղը զարթնելու եք, ձեր կողքի հարևանը լինի ադրբեջանցի, հա։ Այսինքն նույն հռետորաբանությունը, սա էլ ֆիքսին։ Երրորդ շերտը պատմական ինքնության եւ գիտակցության հարցն է, հա, ավելի խորքային ադրբեջանցիների համար, որ կարողանան ամեն կերպ մեր կենսական աշխարհագրական տարածքներին տիրանալ, այսինքն ինչ են անում, եւ այստեղ արդեն գալիս ենք այդ տերմինաբանությանը եւ տոպոնիմներին, հա։ Ինչ են անում։ Իրենք գալիս են մի հովիվ, հա, ինչպես դա միշտ տեղի է ունեցել եւ սովետի շրջանում եւ դրանից վաղ գալիս է մի հովիվ, ասում է ես այստեղ ձեր հետ միասին արածացնեմ հոտը։ Հետո գալիս է ընտանիքը, մի հատ չոր տենց վրանի պես մի բան են սարքում։ Հետո գալիս են բարեկամները, քիչ-քիչ շատանում են, դա դառնում է ինչ-որ բնակավայր, որը ստանում է հայկական հողի վրա, հայկական տեղանուն ունեցող տարածքի կամ աղավաղված ադրբեջանական ձևակերպումը կամ թարգմանությունը, հա, ադրբեջաներեն կամ ինչ-որ նոր անվանում, 3 տարբերակին էլ հանդիպում ենք եւ իրանք սկսում են արդյունքում ապացուցել, որ չէ, սա մեր հողն է, որովհետեւ մենք սա այսպես ենք անվանում։ Դա ստանդարտ պրակտիկա է, որը եւ Արցախի տարածքում են կիրառում բնակավայրերի անվանումների հարցում եւ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Ադրբեջանի տարածքում, այդտեղ շատ բնակավայրեր կան, իրական հայկական եւ գյուղեր եւ բնակարար անվանափոխել են իրենց թուրքական տարբերակ։ Այսինքն բոլոր շերտերով էլ որ դիտարկում, դա շատ մտածված, հստակ քաղաքականություն է պետք։ Փաստացի որևէ հղում Ալիևի այսօրվա նորություն չէ մեր Հայաստանի իշխանությունների համար, ինչպես դուք էլ ասացիք, տարիներ առաջ արդեն փորձագետները ահազանգում էին դրա մասին, եւ ինչպես այն ժամանակ չէին պատասխանում, այնպես էլ այսօր Հայաստանի իշխանության ներկայացուցիչների արձագանքն այս ելույթին բավականին այսպես անատամ էր, բավականին թույլ էր, իհարկե չուշացավ պատասխանը, բոլորը նախարարները, Փաշինյանը ինքը պատասխանեցին եւ ասացին, ինչպես իրենք են սիրում ասել, դա Ադրբեջանի ներքին լսարանի համար էր։ Եվ այստեղ հարց է առաջանում, արդյոք նրանք իսկապես հավատում են, որ սա Ադրբեջանի ներքին լսարանի համար է եւ չեն գտնում այնպիսի կոշտ ու համարժեք պատասխան, թե այնուամենայնիվ վախենում են այդ կոշտ պատասխանից, նույնիսկ այն պատմական հայտնի փաստերին, որոնց մասին Ալիևն անընդհատ խոսում։ Տեսեք, այստեղ երկու դեպքում են, դա խնդիր է։ Նախ, ինչ է նշանակում ներքին լսարան 21-րդ դարում։
այդպիսի հասկացողություն գոյություն չունի։ Ցանկացած բան, ինչ պաշտոնյան ասում է ներքին լսարանի համար, շատ արագ թարգմանվում է տարբեր լեզուներ, հասանելի է լրատվամիջոցներին, առցանց տարածվում է սոցկայքերում եւ բոլորը դրա մասին տեղյակ են լինում։ Եվ անգլերեն թարգմանությունը կա այդ ելույթի, եւ ռուսերեն թարգմանությունը կա, այսինքն ներքին լսարան ասած հասկանալով ինչ նկատում են։ Երկրորդը լավ, դա էլ մի կողմ թողնենք, մենք բոլորս վակուումի մեջ ենք եւ ադրբեջանցիներից բացի դա ոչ ոք չի լսել։ Այստեղ էլ ավելի խնդրահարույց է Հայաստանի իշխանությունների համար հենց այդ արդարացումը, որովհետեւ եթե դա ներքին լսարանի համար է, ապա դա նշանակում է, որ ներքին լսարանը կարիք ունի նման թեզերի։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի հասարակությունը որևէ խաղաղություն չի պատրաստում։ Իրենք բացարձակ չկա ոչ մի process հայերի հետ համերաշխ համակեցության ճանապարհով գնալու։ Եթե Ադրբեջանի հասարակությունը կարիք ունի եւ ստանում է այդ թեզերը, դա նշանակում է, որ միֆ է դա, փուչիկ է այդ խաղաղություն ասած։ Եվ նույն տրամաբանությամբ ինչու մեր այդ ճակերտավոր ներքին լսարանի համար մեր իշխանությունները այդպիսի հայտարարություններ չեն անում։ Իրանք բացարձակ համակարծիք են եւ համահունչ են իրենց թեզերի մեջ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Պարզ պատճառը։ Տիկին Էլիպեգովա, նկատենք նաև, որ այդ խուսափողական պատասխաններում անընդհատ կոչվում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան եռակողմ համաձայնագիրը, որոնց տակ իհարկե դրված է նաև Ալիևի ստորագրությունը, բայց չենք կարող չփաստել, որ Ադրբեջանը բազմիցս կարողանում է եւ շարունակում է այսպես ստեղծարարություններ անել եւ խուսափել միջազգային համաձայնագրերի տակ դրված իր ստորագրությունից եւ այստեղ Ադրբեջանը հասկանում ենք, որ չի պատրաստվում իրականում փոխել իր ագրեսիվ վարքը եւ հրաժարվել տարածքային հավակնություններից։ Այդ դեպքում ինչպես է այս ամենը իշխանավորների աչքից աննկատ մնում։ Բացարձակ աննկատ չի իհարկե դա տեսնում են, այսինքն հնարավոր չի չտեսնել, որ զուգահեռ Հայաստանը կրճատում է ռազմական բյուջեն, Ադրբեջանը ավելացնում 4%-ով, ավելացնում է ռազմական գնումը, անում է մեծ, այսպես շուկով ռազմական ինչ որ բան, իր շքերթ իրենց այսպես կոչված, հա, հաղթանակին նվիրել, դա խաղաղության մասին չի։ Բնավ նման ռազմական շքերթները դեմոնստրատիվ ալիվ այդ ելույթները հեգնանքով հայացքի հանդեպ դա բացարձակ խաղաղության մասին չի, դա բացարձակ կոնստրուկտիվ մոտեցումների մասին չի։ Եվ դա չնկատել ուղղակի հնարավոր չի։ Բացառում եմ, որ դա չնկատել, եթե մենք միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացիները դա նկատենք, վստահաբար դա գիտեն նաև իրանք։ Այլ հարցը ինչ են իրենք շարունակում բնակության գլխի տակ փափուկ բարձ դնել սուտ խոստումներով խաղաղության։ Ինչպես նշեցիք, այդ զորահանդեսի ժամանակ Ալիևը նաև շատ հեգնական եւ ցինիկ կերպով արտահայտվեց Բաքվի մեկուսարաններում պահվող մեր ռազմաքաղաքական գործիչների մասին եւ այդ արտահայտությունը, որ հայաստանցիներ չվախենակ գալու ենք, բայց ոչ տանկերով, այլ մեքենաներով։ Ինչպես կմեկնաբանեք։ Հայաստանի իշխանությունները, եթե մտածում են, որ իրենք նման թեզով կարան արդարացնեն Ալիևին, ասեն դե լավ ներքին լսարանի համար, մարդը փաստացի դրա հաջորդ օրը ասես չէ, այ հենց ձեր համար է, դա եւ եւս մեկ անգամ բարձրաձայնեց, հստակեցրեց, ասեց, այ հենց ձեզ եմ դիմում, գալու են։ Եվ այդտեղ պարզ որ ռազմական շքերթի ընթացքում նման արտահայտություններ անելը բնավ էլի խաղաղ համակեցության մասին չէ։ Տիկին Էլիպեգովա, մեր կառավարությունը Վաշինգտոնյան համաձայնագրի առաջին դրական պտուղն է համարում Ադրբեջանի տարածքով ռուսական եւ հետո նաեւ ղազախական ցորենի անարգել մուտքը Հայաստան, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով։ Առաջին հայացքից սա գուցե դրական տեղաշարժ է, բայց այստեղ չկան թաքնված վտանգներ, սկսենք դեռ այդ ցորենի անվտանգ եւ որակյալ լինելուց Ֆիքսենք, հա, որ երբ որ քաղաքացիները հարց էին տալիս ԿՊ պաշտոնյաներին, իսկ այդ ալտերնատիվ ճանապարհով, որ ասվեք ավելի էժան է գալի եւ այլն, դա ինչ որ կերպ ազդելու է հացի գինը նվազելու է, ամեն կերպ իրենք բան արեցին, ֆրացվեցին, որ դե հասկանում եք հացի գինի վրա այնքան ֆակտոր ազդում, որ չէ, այդ ցորենը որ այդպես կա, հետո բարձվեց, ինչ հացի գին, անասնակեր է եկել։ Նույնիսկ այդ ցորեն չի, որ պատրաստվի այդ հացը։ Այսինքն այդ ամբողջ էլի հերթական քարոզչական փուչիկներ տրակեց շատ արագ մի քանի օրում։ Այդքան փիարված, այդքան բան այդ հացահատիկի թեման
շատ արագ ու արդեն այս իշխանության դեպքում չես էլ զարմանում, հա, որովհետև ցանկացած բան, որ իրենք այսպես շուկով ներկայացնում են, ինքնըստինքյան ցանկացած բնավ ունեցող մարդ հասկանում մի բան է ինչի, հետո անցնում է մի քանի օր կամ մի քանի շաբաթ, բարձում է ինչ։ Հատկապես եթե առաջին հայացքից դրական է։ Հետո էլ ինչ է կարծում, գուցե որպես արդարացում, թե ինչու 4-րդ կարգի ասեն, որ թանկ կլիներ, իսկապես հացը կթանկանար, եթե այդ ցորենը լիներ առաջին, երկրորդ կարգի։ Այսինքն, եթե լավորակ ցորեն ներմուծեինք, ապա այդ ժամանակ իսկապես հացի գինը կբարձրանար եւ հետո էլ կբողոքեիք, թե հացի գինը բարձր է։ Եթե մեզ ասում են Լարսով եկող հացահատիկից ավելի էժան է նստում, այսպես բերելը Ադրբեջանից, տրամաբանական չի կարա թանկանալ։ Ամեն դեպքում, եթե էժանանա, դի էժանանա։ Շնորհակալություն Տիկին Էլիբեգովա զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն սիրելի հետևորդներ մեզ լսելու եւ դիտելու համար, իսկ ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ մեր տաղավարում Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։